8-րդ դասարանում ֆիզիկայից անցել ենք մեխանիկական աշխատանք, որ այն ֆիզիկական մեծություն է, որպիսի մարմինը կատարի աշխատանք, նրա վրա պետք է ազդի ուժ, որպիսի այն տեղափոխվի։ Անցանք հզորություն, որ այն ֆիզիկական մեծություն է, որը ցույց է տալիս մարմինը տեր ժամանակում որքան աշխատանք է կատարում։ Մեխանիկական էներգիա, մարմինների շարժման և փոխազդեցության էներգիա, հավասարակշռության տեսակները, որ լինում են կայուն, անկայուն և անտարբեր, լծակ և ճախարակը, լծակը պինդ մարմին է, որը պտտվում է անշարժ հենարանի շուրջ, աջ, ձախ, վերև, ներքև, ճախարակը օգտագործում են վերելակներում և վերընթերց սարքերում, ջերմաչափ, որ ֆիզիկական սարք է ջերմությունը չափելու համար, տեսակները Ցելսիուսի, Կելվինի, ռեոմյուրի և Ֆարենհայտի։ Ջերմահաղորդման տեսակները՝ ջերմահաղորդականություն, կոնվեկցիա և ճառագայթում։ Կոնվեկցիան տեղի է ունենում գազերի և հեղուկների շերտերը տաքանալու դեպքում։ Ճառագայթում, որ էներգիայի տարածման եղանակ է։ Ջերմաքանակ, հալում պտտանցում, որի ժամանակ պինդ մարմինը վերածվում է հեղուկի, եռումը, ֆիզիկական գործընթաց է, որի ընթացքում հեղուկը վերածվում է գոլորշու ողջ զանգվածով և ջերմաստիճանը հոսում է եռման գետին։ Ջերմաստիճանը, որ ունի 4 տակտ, առաջի տակտ ներթողում, երկրորդ տակտ սեղմում, երրորդ տակտ աշխատանքային քալ, չորրորդ տակտ արտթողում։ Էներգիայի վերականգնվող աղբյուրները, ինչպիսիք են արևային էներգիան, քամու էներգիան, գերոթերմալ էներգիան, արեգակնային մարտկոցը։ Չվերականգնվող էներգիայի աղբյուրներն են ածուխը, նավթը, բնական գազը, ուրանը և այլն։ Ֆիզիկոսներից, գիտնականներից անցել ենք Անդրեաս Ցելսիուս, ծնվել է 1701 թվականին, մահացել 1744 թվականին։ Այն հայտնի է իր սանդղակով։ Սանդղակը սկզբում հակառակ էր զրոն եռման, իսկ հայրուրը սառեցման։ Ջեյմս Ջոուլ, ծնվել է 1818 թվականին, մահացել 1889 թվականին, Անգլիայի ֆիզիկոս և գյուտարար։ Նրա անունով են անվանել էներգիայի միավորը՝ ջոուլը։ Նա ապացուցել է, էներգիան չի կորչում, այլ պարզապես փոխակերպվում է մի ձևից մյուսին։ Դանիել Գաբրիել Ֆարենհայթ, ծնվել է 1686 թվականին և 1714 թվականին ստեղծեց ճշգրիտ սնդիկյան ջերմաչափը, մահացել է 1736 թվականին։ Լորդ Կելվին, ծնվել է 1824 թվականին, մահացել է 1907 թվականին։ Նա ստեղծեց ջերմաստիճանի բացարձակ սանդղակը, Կելվինի սանդղակը։ Ռեոմյուրի, ծնվել է 1683 թվականին, մահացել 1757 թվականին և 1731 թվականին առաջարկեց ջերմաստիճանի ռեոմյուրի սանդղակը։ Նայի անցել նաև Դանիել Բեռնուլիին և ինձ ամենաշատը դուր եկավ այս դասերից Դանիել Ֆարենհայտը։ Եվ այս թեմաների վերաբերյալ մենք կատարել ենք մի քանի փորձեր։